Խորհրդային տարիներին վերակառուցման ժամանակ ինձ մոտ աշխատանքի վայր եկավ մի աթեիստ դասախոս, որի հետ ժամանակին աշխատել ու ճանաչում էինք միմյանց։ Եվ ասաց, որ մեր մշակույթի տանը բանավեճ պետք է տեղի ունենա։ Չէիք կարող դուք էլ գալ, թեկուզ մի քանի հոգով։ Բանավեճը տեղի է ունենալու հետևյալ հարցերի շուրջ. ով է մարդը եւ որն է մարդու կյանքի իմաստը։ Ես ասացի, ինչու մի քանի հոգով, մեզնից շատերը կարող են գալ։ Դե այդ դեպքում կարող եմ հրավիրատոմսեր տալ։ Ասացի պետք չէ, հաշվեք, որ արդեն հրավիրել եք։ Մենք աղոթեցինք Աստծուն, ծոմ պահեցինք ու գնացինք։ Նրանց կողմից մոտ 150 հոգի են եկել, իսկ մենք 50 հոգով էինք։ Այնտեղ սկսեցին մեկը մյուսի հետևից խոսել։ Հավաքվել էին մշակույթի եւ գիտության բնագավառի մարդիկ, դպրոցի տնօրեններ, քաղաքային խորհրդի աշխատակիցներ եւ խոսում էին, թե ով է մարդը։ Խոսում էին այնպես, ինչպես մեզ էին սովորեցնում այդ տարիներին, որ մարդն անընդհատ զարգացման արդյունք է։ Հետո խոսեցին, թե որն է կյանքի իմաստը։ Մեկը մյուսի հետևից ելույթ էին ունենում 5 կամ մի փոքր ավելի րոպեով։ Հետո ելույթ ունեցավ մի կին, ում ունքերն ամբողջությամբ հանած եւ կապույտ մատիտով ներկված էին, եւ նույն բանն էր ասում, որ մարդն անընդհատ զարգացման արդյունք է, իսկ կյանքի իմաստը աշխատիր, աշխատիր, աշխատանքը զարդարում է մարդուն։ Ես էլ նստած մտածում եմ, որ եթե ինձ խոսք տան, ապա ինձ այլևս ոչինչ չի մնում ասելու այդ կնոջից հետո։ Եվս 2 հոգի խոսեցին եւ հարցրեցին, թե էլ ով է ցանկանում խոսել։ Իսկ ես երբեք սովորություն չեմ ունեցել ձեռք բարձրացնելու, որովհետև գրված է. երբ կկանչեն կամ երբ կտանեն ատյանների մոտ։ Եվ հանկարծ նախագահն ասում է. դե թող խոսի նաև Պյոտր Նիկոլայի Նովորոկը։ Իսկ իմ ազգանունը գիտեր ամբողջ քաղաքը, քանի որ երբ դատում էին, այդ ընթացքում 5-ից 6 ամիս բոլոր թերթերն ազդարարում էին. Նովորոկ, Նովորոկ, այսպես, այնպես, դե գիտեք, թե այն ժամանակ ինչպես էին հավատացյալներին հարգում։ Ես դուրս եկա, գնացի ամբիոնի մոտ եւ ասացի, որ այսպիսի լսարանում, ինչպիսին այստեղ է հավաքվել, ես առաջին անգամ պետք է խոսեմ։ Անգամ անհանգստանում եմ, քանի որ տեսնում եմ, որ դուք կրթված, գրագետ մարդիկ եք։ Ձեզնից ոմանք երևի 2 ինստիտուտ են ավարտել, որոշներն էլ գումարած նաև 5 տարի աթեիստական դպրոցը։ Բայց եթե դուք նման հարց եք տվել, ապա կխոսեմ։ Ու երբ սկսեցի խոսել, հեռվից սկսեցի։ Եվ ինձ հարց են տալիս. ապացուցեք, որ Աստված կա։ Ասացի Աստծուն հեռվում փնտրել պետք չի, բավական է նայեք ձեզ շուրջը եւ կտեսնեք Աստծուն։ Մոտեցեք հայելուն եւ նայեք ձեզ ու կհասկանաք, որ դուք հանդիսանում եք բանական ստեղծագործություն, այլ ոչ թե ինչ-որ պատահականության արդյունք, ինչպես դուք եք պնդում։ Մինչ ամբիոնի մոտ բարձրանալ այդտեղ օրացույցներ կային դրված, որից ես մի թերթ պոկել էի ու հակառակ կողմում կարդացել, որ արդյոք գիտեք, որ մարդու սիրտը մեկ օրվա ընթացքում մղում է քիչ թե շատ 8 տոննա արյուն։ Փաստորեն այդ թերթիկն ինձ պետք եղավ, եւ ես ասում եմ, դուք գիտեք, որ մարդու սիրտը մեկ օրվա ընթացքում մղում է քիչ թե շատ 8 տոննա արյուն։ Նրանք գլուխներով դրական պատասխան տվեցին, որովհետեւ ինձ նման կարդացել էին օրացույցը, բայց դե ես չասացի, թե դա որտեղից գիտեմ։ Ասացի, որ ես աշխատել եմ որպես փականագործ ջրմուղագործ, ես աշխատել եմ որպես փականագործ մոնտաժող, ամբողջ կյանքս պոմպերի հետ եմ գործ ունեցել, բայց երբեք չեմ տեսել մի պոմպ, որն աշխատի 70 տարի, 80 տարի եւ ավել ու մեկ օրվա ընթացքում մղի 8 տոննա հեղուկ, այն էլ առանց հոսանքի, առանց փականները փոխելու, առանց յուղելու, աշխատում է օր ու գիշեր եւ միայն Աստված կարող է մեր կրծքավանդակում տեղավորել այդպիսի պոմպ։ Հետո բարձրացրեցի ձեռքերս ու ասացի. փառավորում եմ քեզ Տեր Աստված, որ զարմանալի կերպով եմ ստեղծված, զարմանալի են քո գործերը եւ հոգիս ամբողջությամբ գիտակցում է դա։ Հետո ասում եմ, իսկ գիտեք, թե ինչի համար են մարդուն տրված ունքերը, լռում են։ Նայեք մարդկանց եւ կհամոզվեք, որ միայն ալարկոտներն են ունքերը հանում, իսկ աշխատասերներն ունքերը չեն հանում։ Օ, եղբայրներ, դա այդպես է, քանի որ ունքերը մեզ տրված են, որպեսզի մեր ճակատից թափվող աղի քրտինքը
Չլցվի մեր աչքերի մեջ, իսկ նրանք ասում են աշխատիր, աշխատիր։ Մոտ կես ժամ խոսեցի, այնպիսի օրհնություն էր իջել։ Աստված այնպես էր ղեկավարում, որ ես անգամ չէի հասցնում հետևել, թե Աստված ինչ բառեր է դնում իմ շուրթերին։ Այսպես վերջում սկսեցին հարցեր տալ։ Աստված պատերազմին հակառակ է թե ոչ, այդպիսի հարց տվեցին։ Ես ասում եմ. եթե Աստված եկել է հաշտեցնելու բոլոր ազգերը, եթե բոլոր ազգերն ընդունեն Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, ուրեմն ոչ մի պատերազմ էլ երկրի վրա չէր լինի։ Այդ ժամանակ մեկն ինձ հարցրեց. այո, այդ դեպքում ինչու Հիտլերի ճարմանդի վրա գրված էր մեզ հետ է Աստված, բայց այդպիսի հրեշավոր գործեր էր կատարում։ Ասում եմ, Հիտլերի ճարմանդի վրա էր գրված մեզ հետ է Աստված, իսկ Աստված իմ սրտում է։ Եթե Աստված Հիտլերի սրտում լիներ, ոչ թե ճարմանդի վրա, ապա նա երբեք այդպես չէր վարվի։ Եղբայրներ, ես սա պատմեցի, որ մենք շնորհակալ լինենք Աստծուն, որ նա բնակվում է մեր սրտերում, փառք Աստծուն։ Եվ Աստված միշտ, եթե մենք խոնարհվում ենք, ոչ միայն ամբիոնի մոտ, անգամ իշխանությունների ու ղեկավարների մոտ ձեզ կտրվի, թե ինչ խոսել։ Ինչ պետք է տրվի մեզ, եթե մենք չգիտենք Աստծո խոսքը, ինչ պետք է տրվի։ Կհիշեցնի ձեզ, թե ինչ խոսել, երբ մենք գիտենք Աստծո խոսքը եւ դժվար պահին Աստված միանգամից մեզ տալիս է գիտություն, գրված է։ Դրա համար կրկին ասում եմ, որ մեզ առավել անհրաժեշտ է սիրել Աստծո խոսքը։